առաջ խորհրդարան շատ հանգիստ անցնում էին 5-ից 6 կուսակցություն։ 5-6 միավոր մտնում էին խորհրդարան։ Հիմիկվա 3-ը նորմալ չի։ Ինքն էլ այդ 3-ից մեկը բոնուսով անցած, այլ ոչ թե տոկոս հաղթահարած շեմը։ Համարենք, որ մենք, այսպես ասենք, մեր փողոցային պայքարը, մեր այս ջանքերը հիմա լավ հնարավորություն է ստեղծել իշխանափոխության։ Որոշ չափով մեր մաշեցման գնով, որոշ չափով կասա։ Ես սա ընդունում եմ։ Հիմա մենք պետք է փորձենք ներկայանալ, թե մենք ով ենք։ Մեզ ճանաչում են։ Բայց կա ևս մեկ հանգամանք, նայեք, բոլորը գալիս են տարբեր ծրագրերով։ Ես ծանոթանում եմ այդ ծրագրերին, ծրագրերը լավն են, լավ խոստումներ կան, ասենք սիրուն ձևակերպված, նաև ներկայացված են բավական սիրուն։ Եվ հիմնական հարցը, իսկ ով կարող է դա անել։ Մարդ, որը արդեն ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որը ապացուցել է, որ պայքարող է, թե լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունը ունեն, բայց դեռ չունեն փորձ եւ դեռ որևէ պրակտիկ տեսանկյունից քաղաքական պայքարի մեջ չեն դրսևորվել։ Հիմա մենք պետք է դիրքավորենք մեզ որպես մի քաղաքական ուժի եւ ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավական լուրջ հաջողությունների հասել է եւ կարող է դա անել երրորդ անգամ։ Սա մեր մեսեջը պետք է լինի մեր ընտրողներին։ Բայց ես լիվ ընդունում եմ այն, ինչ որ ասել եք, որովհետեւ այդ խնդրեմը կա։ Մենք որոշակի գին ենք տալիս մեր անզիջում պայքարի համար այս ընթացքում։ Չի լինում, որ երկու հոգի պայքարեն, մեկ այդ պայքարի ընթացքում ուժանա, այն մյուսը լրիվ կորի։ Հիմնական հարվածները մենք ենք ստացել այս ամբողջ 5 տարվա ընթացքում, 4.5 մոտ 5 տարվա ընթացքում։ Եվ սա հետևանքներն է։ Ստեղծված իրավիճակում կա յուրահատկություն։ Վերջի մամուլի ասուլիս ժամանակ ես մոտավորապես փորձեցի այդ յուրահատկության մասին խոսալ, որ ձևավորում են ավելի խոշոր միավորներ, մտնում են քաղաքական պայքարի մեջ եւ մենք ինչ որտեղ վերադառնում ենք այն իրավիճակին, երբ առնվազն 4-5 ընդհանուր միավոր կարող են մտնել խորհրդարան։ Բայց սա նաեւ նշանակում է հետեւյալը, որ տարբեր սոցիալական շերտերի վրա ազդեցություն։ Սա նշանակում է, որ ամեն մի այդ միավորը փորձելու է ազդելով իր ընտրազանգվածի վրա մոբիլիզացնել այդ ընտրազանգվածը քվեարկելու համար։ Եվ սա նշանակում է, որ հետագայում եթե ձևավորվի դժվար թե մեկ կուսակցություն կարողանա ասենց 50+ հավաքի, դա այսօր այս պահի վրա դա ուղղակի չի երևում, սա նշանակում է, որ կձևավորվի որոշակի կոալիցիա, որը ավելի լայն շերտերի հայացքները ներկայացնող կոալիցիա կլինի խորհրդարանում։